Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճկնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգել երստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցելու եմ բոլորին դեմ եմ կուսակցության վարչապետի թեկնածու Տիկին Նինա Կարապետյանցի հետ, շնորհակալ եմ Տիկին Կարապետյանց մեր հավերն ընդունելու համար։ Վերջը ձեզ ընտրեցին որպես վարչապետի թեկնածու։ Այո, թիմը երկրորդ թիմը արդեն այդպիսի որոշում կայացրեց, առաջինը Նժար Սանդրական շարժումներ նման առաջարկ արել։ Ես երկար ժամանակ դիմադրում էի, բայց հետո հասկացա, որ իրենց հիմնավորումները բավականին տենց ամուր են։ Ձեզ ստիպել են։ Ինձ բերել են հիմնավոր պատճառներ ու ես չեմ կարողացել դրան հակառակ արգումենտներ առաջարկել եւ հետեւաբար քանի որ մենք մի թիմից էինք ընդունել եմ երկրորդն էլ բոլորին դեմ եմ թիմը առաջադրել իմ տեխնացությունը տեղեր ունեցել քվեարկություն եւ ամենաշատ ձայները հավաքել էի ես էլի մարտիկ կային ցուցակում հետեւաբար ստացվել էր որ Տիկին Կարապետյան տեսեք այդ Նժար Սամանդրական շարժումները սկսեց իր գործունեությունը մամուլի ասուլիսով հանդես եկակ խոսիկ են խնդիրների մասին, որ մեր պետությունը ունի, իրական բավական լուրջ մեկնակետ էր, հասկանալի էր, որ դժվար է, որովհետև մարդիկ այսօր ավելի շատ fast food-ային տրամաբանության մեջ են, այո, ինչ-որ փրկիչների, չգիտեմ, շատ արագ ինչ-որ գործողությունների են սպասում։ Եվ այդտեղ հասկանալի էր ձեր անցած ճանապարհով, պարոն Իքոնոմովի գործունեությամբ հասկանալ որ նորմալ մեկնակետ է։ Լավ, ինչու բոլորին դեմ եմ վերջը եկակ, որտեղ մի քիչ ձեր մասով չէ, բայց լրջության կարծեք թե խնդիր կա, այնտեղ Սպայդերմենը ջուր ա ծեծում, ընդդիմադիրների վրա բոճկա են գլորում, հələ չեն գլորը, իսկ կառավարության դեմ երբեք մուկ տշելու։ Այսօր կարծեմ հենց պիտի տշեն, հա, մուկ տշելու օրներ լինելու։ Նախ անլուրջ չի այս ամենը։ Չէ, անլուրջ չի։ Նախ պիտի շնորհակալություն հայտնեմ նորից հրավիրելու համար, որովհետև մենք առիթ ենք ունեցել այս ստուդիայում էլի խոսելու, ու մենք շեշտել ենք, որ Վարիս ունի լրիվ ուրիշ տեսակետներ, այլ գաղափարախոսության տեսանկյունից դուք էլ եք KGB-ի գործակալ, բայց այդ արդեն ուրիշ պատմություն է։ Բայց այդ ուրիշ պատմություն է, այդ առանձին թեմա է։ Ես ունեմ լրիվ ուրիշ տեսակետներ, բայց մենք կարողացել ենք նստել, խոսել, զրուցել ու շատ նորմալ, կոնստրուկտիվ զրույց է ստացվել։ Հիմա մի հատ ուրիշ իրավիճակ է։ Մենք մասնակցում ենք ընտրությունների, Բարիս Մուրազի չէ կուսակցական ցուցակի մեջ կա, եթե ես չեմ սխալվում։ Դուք մեզ դեմ եք։ Հա, մենք էլ որպես կուսակցություն բոլորին առհասարակ դեմ ենք ու մենք նորից նստելու ենք ու խոսենք ու դուք կտեսնեք, որ դա հնարավոր է։ Ահա։ Հիմա եկանք այս հարցին, թե ինչու մենք միացանք բոլորին դեմին։ Որովհետև այն պրոյեկտը, որը մենք առաջարկել ենք, մենք նորից շարունակում ենք պնդել, որ Նժարի առաջարկածը եւ առհասարակ կոնցեպտուալ հիմքային խորքային փոփոխությունները մեր երկրին անհրաժեշտ են։ Մեր խնդիրը ոչ թե ինչ որ ղեկավարների անձանց մեջ չի, Քայլարա Մերժի Սերժի մեջ չի, կամ Քայլարա Մերժի Նիկոլի մեջ չի։ Մեր խնդիրը այն է, որ համակարգը ստեղծված է այնպես, որ ով էլ որ գա, ինչ որ ժամանակ հետո ամենայն հավանականությամբ մենք մեծ խնդիրների ենք բախվելու։ Հետևաբար համակարգային փոփոխությունների կարիք կա։ Ժամանակը չբավարարեց, որպեսզի մենք Նժարով կարողանանք ինքնուրույն այդ process-ը իրականացնենք, բայց այդ թվում նաև իդեպ բոլորին դեմի հետ է ու մենք ունեցել ենք հանրային կոնֆլիկտ, որովհետև մեզ էլ այն մեղադրում նրա մեջ, որ մենք պատրաստվում ենք դառնալ թագավորական ինչ-որ բաներ դիրքեր գրավել, բայց հանրային կոնֆլիկտից հետո մենք հանդիպել ենք, զրուցել ենք, խոսել ենք ու հասկացել ենք, որ մենք ավելի շատ ընդհանրություններ ունենք, քան տարաձայնություններ։ Եվ բոլորին դեմի թիմի առաջարկած քաղաքական մաքուր քաղաքական գաղափարը, միտքը ինքը շատ մոտիկ է մեր գաղափարի շատ փոքր հատվածն է կազմում, բայց մենք հասկացել ենք, որ ճիշտ է հիմա միանալ այդ թիմին, անել առաջին քայլը, հետո շարունակել գուցե եւ միասին, ինչու ոչ, որովհետեւ բոլորին դեմ թիմը կուսակցությունը զուտ գործիքի տեսքով ընդուվել, հիմնադրվել եւ ինքը հետագայում լուծարվելու է, այսինքն սա հիմնական պրոյեկտ չի։ Սա ուղղակի գործիք է, որը պետք է այս պահին օգտագործել որոշակի նպատակների հասնելու համար։ Այնպես որ մենք մեր միտքը մեր գաղափարից չենք հրաժարվել Նժարի, մենք դա շարունակելու ենք անել, տարբեր գործիքակազմեր ենք օգտագործելու, չի բացառում, որ բոլորին դեմի թիմից մեծ թվով
մարդկանց մեզ հետ միասին շարունակենք այս ճանապարհը։ Ինչու եք ասում բոլորին դեմ եմ, երբ նույն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ սուպեր վարչապետական համակարգը չարիք է եւ մենք դրանից պիտի ազատվենք։ Որ երբ որ իշխանությունը կենտրոնացված է մեկ մարդու ձեռքին եւ NLS մակարդակի Հանուն արդարության, հիմա ասում հակակառուցություն չեմ ուզում անել, Այո։ բայց բոլոր ժամանակներում ունեց եղած ստեղծված համակարգերը թույլ չեն տվել մեր պետությանը զարգանալու։ Այդ թվում նաև ինչքան էլ փորձեն դրական կողմը միան ներկայացնել բոլոր մասնակիցների, միևնույնն է, իրենք չեն ստեղծել համակարգեր, ինստիտուտներ, որոնք կաշխատեն եւ հարատև կլինեն։ Նույն արդարադատության համակարգի հետ կապված ես օրինակ կոնֆլիկտ եմ ունեցել բոլոր ժամանակներում եւ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի, եւ Նիկոլ Փաշինյանի կոնֆլիկտ չունենալ։ Բնականաբար նույն չգիտեմ, ասեք, ոստիկանության հետ կապված խնդիրների բոլորի ժամանակ խնդիր եմ ունեցել, բայց եթե ստեղծված լինեն ինստիտուտներ, մենք այսօր այդ թվում նաև Քոչարյանին համակրող կողմնակիցները ոստիկանության հետ չեն ունենա այդ բախումները, չեն ունենա այդ վնասվածքները, չեն ունենա ապօրինի ձերբակալված կալանավորված մարդիկ, դա վերաբերում է բոլորի։ Դա ինչ է միանգամից ստեղծվելու է համակարգը։ Չէ, բայց ես կարծում եմ, որ 35 տարին բավարար ժամանակ էր գոնե հիմքը դնելու համար, որովհետև չի կազմաքանդել Նիկոլ Փաշինյանը։ Դա ի սկզբանե մեզ մոտ վերջնականապես առողջ հիմքերը դրված չեն եղել։ Ну, այլ մտածողություն են ունեցել մարդիկ, այլ պատկերացումներ են ունեցել մարդիկ, ես չեմ կիսում այդ տեսակետները եւ կարծում եմ, որ մենք կարիք ունենք խորքային փոփոխությունների, որոնք գրեթե վստահ եմ, որ այլ թիմերը մի քիչ այլ կերպ են մտածում։ Կարապետյանց, ինչն էր տեսեք, ես կարծում եմ մենք հասարակական խնդիր ունենք իրականալումների, մշակութային միջավայրի, որովհետեւ մենք խոսում ենք արդարադատության համակարգի վատ լինելուց նախորդ իշխանությունների դրանից առաջ եղած իշխանության Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի բոլորի իշխանության ժամանակ արդարադատության դատական համակարգից հատկապես մեծ դժգոհություն ա եղել եւ ընդհանրապես կարծում եմ բոլոր երկրներում կա դժգոհություն արդարադատության համակարգի նկատմամբ որովհետեւ դատարաններում միշտ մի կողմը պարտվում է պարզե պարտվող կողմը ինչ որ դժգոհության բան է ունենալ այլ բան որ արդարության զգացում Եթե ունենա, գուցե ասի դե նորմալ։ Միանգամից պատասխանեց։ Բայց չէ, բայց այդտեղ ուրիշ բան կա։ 2018 թվականին հրապարակվեց ձայնագրություն, որտեղ ազգային անվտանգության ծառայության պետը, երկրի վարչապետի, քննչական կոմիտեի ղեկավարի հետ քննարկում էին Քոչարյանի կալանավորման հարցը։ Եվ անկախ, եթե մենք ունենայինք այն հանրային մթնոլորտը, պահանջը արդարադատության, այն ինչի մասին դուք խոսում եք, ապա անկախ նրանից ինչպիսին էր վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ, մարդիկ պիտի դատապարտ էին դա։ Դե անընդունելի համար էին դա, բայց ես հիշում եմ, որ եղավ լայն աջակցություն այդ ապօրինի խոսակցությանը։ Եվ ըստ էության հանրությունը լեգիտիմացրեց այդ ապօրինությունը, ասեց դե լավ է, որ եթե Քոչարյանի նկատմամբ է այս ապօրինությունը տեղի ունենում, ընդունելի է։ Միայն դա չէ, էլի բազմաթիվ դեպքեր ու դրվագներ։ Ես ամենավառ դեպքերից մեկը ասեցի, դատարանների շրջափակում, էլի բայց Քոչարյանի պատճառով եղավ, հա, ոնց որ այդտեղ մեղավոր էլի Քոչարյանը։ Ուզում ասեմ, մենք ունենք հանրություն, որը պատրաստ է խոսակցությանը։ Ես չեմ ասում այդ խոսակցությունը չպիտի լինի, այդ խոսակցություն պետք է լինի, բայց արդյոք այս պահին մենք ունենք հանրություն, որը պատրաստ է խոսակցությանը, որը դուք եք առաջարկում։ Շատ կարևոր հասկանալ, որ հանրությանը միտքը գաղափարը ձևավորում են իշխանությունները իրանց պրոյեկտներով, իրանց նպատակներով։ 35 տարվա մեջ որևէ իշխանություն նպատակ չի դրել իր առաջ ձևավորել գիտակից քաղաքացի, որովհետև գիտակից կայացած միտք ունեցող գրագետ, քաղաքականապես գրագետ քաղաքացին ինքը պրոբլեմա, տաքսիբե իշխանության համար, որովհետև դու պիտի իրան բացատրես ինչի ես դու դա այդպես անում, դու պիտի հիմնավորես իրան, ոչ թե գաս ասես գմ-գմ-փու Կարևորը որ ասում է բանին Քոչարյանը օրինակ չենք սիրում դրա համար լավ է որ սենց է լինում դու պիտի այդ հասարակությունը ստեղծես հիմա նենց չէ որ Նիկոլը եկավ ու փչացրեց այդ հասարակությանը որևէ մեկ այդ ուղղությամբ աշխատանք չի արել որովհետև իրանց պետք չէր ունենալ գիտակից քաղաքացի ինչ որ չափով այդ ուղղությամբ աշխատում էր քաղաքասարակությունը միջև որոշակի ժամկետ հետո քաղաքասարակությունը Նիկոլի տակ դե հիմա ասում է էլի ես պիտի անցնեմ ու դարդերին ու վշտերին հիմա քաղաքասարակություն չունեմ հա դե հիմա ինչ ասեմ այն ժամանակ էլ չկար մի քանի մարդկանց հանենք որոնք իրականում քաղաքասարակություն էին մնացածը փող էին աշխատում այդ թեմայի տակ հիմա չէր ստացվել ուղղակի միջավայրը հարմար էր ինչ որ դերակատարում ունենալու համար որովհետև իշխանությունները
հետաքրքրություններին այսպես դեմ լինելը դեն շատ մոդայիկ էր փաստորեն, բայց խնդիրը այս մարդկանց Մենակ մոդայիկ չէ, նաև եկամտաբեր է։ Հա, հանուն արդարության Հիմա էլ է ասենք, որ մոդայիկ իշխանության դեմ լինել, բայց եկամտաբեր չի։ Համաձայն եմ, ավելին ասեմ, այն քաղաքասարակության ներկայացուցիչները, որոնք համարձակվում են քննադատել իշխանություններին, իրենք բավականին լուրջ ու ծանր ֆինանսական վիճակում են հայտնվել եւ շարունակաբար հայտնվելու են, ու սա հենց այդ վերաբերմունքն է, որը ոնց ասեմ, այդ իդեան է, որը տարածում են այդ թվում նաև արևմուտքը, երբ որ մեզ հետ այդքան ազնիվ չեն, որովհետև իրենց խնդիրը պարզվում է կարող է փոխվի, իրենց նպատակներն ու երազանքները կարող են փոխվել։ Այսինքն իրանց խնդիրը նրա մեջ չէր, հա, որը ոստիկանությունը անհամաչափուժ պիտի չկիրառեր։ Փաստորեն խնդիրը նրա մեջ էր, թե ով էր հրաման տալիս եւ ում դեմ էր դա կիրառվում։ Այնպես որ Հիմա վերադառնալով շատ կարևոր բան է տեղի ունենում հենց այս մեր ժամանակաշրջանում ու դա տեսանելի է, որովհետև բազմաթիվ մարդիկ ինձանից շատ ավելի երիտասարդ, օրինակ 25-30 տարեկան մարդիկ կան, տղաներ ու աղջիկներ, որոնք այդ քաղաքասարակության, իրական քաղաքասարակության գիտակցության այնպիսի մակարդակի են հասել, որ հասկանում են, որ իրենք պիտի խոսեն խնդիրների մասին, բարձրաձայնեն խնդիրի, իրենք մեծ աուդիտորիա են հավաքում։ Ես շատ ուրախ եմ դրա կապակցությամբ, որովհետև ինչ որ իմաստով տենց արհեստական ստեղծված եւ արհեստական ֆինանսավորվող քաղաքասարակություն չէ, քաղաքասարակությունը նրանք են, ովքեր բոլոր իրավիճակներում adekvat պահվածք են դրսևորում, ովքեր գնահատական են տալի։ Հիմա կան մեծ թվով մարդիկ ու ես շատ ուրախ եմ, ես իրանց ողջունում եմ, մնացած բոլոր երիտասարդներն էլ կոչ եմ անում, մի վախեցեք, մի անհանգստացեք, դուք իրավունք ունեք, որտեղ սա ձեր պետությունն է, ավելի ակտիվ եղեք, խոսեք ձեր խնդիրների մասին, եթե պատրաստ չեք դեռ խոսելու, նրանց ովքեր որ խոսում են արդեն կիսվեք իրանց մտքերը գաղափարներ, թող ձեր ընկերներն տեսնեն, մենք հիմա ունենք ձևավորվում է մեր մոտ մի կողմից քաղաքական նոր սերունդ է ձևավորվում, քաղաքական մտածող սերունդ է ձևավորվում, մյուս կողմից այ քաղաքասարակությունը համալրվում է կամ փոխարինվում է այն մարդկանցով, ովքեր իսկապես քաղաքասարակություն են, ովքեր իսկապես Հայաստանի համար սրտացավ են եւ ինչ որ գործունեություն վարում են ոչ թե որովհետեւ իրանք դրա համար փող են ստանում ու եթե չխոսան փողը չեն տա կամ խոսան փողը չեն տա, այլ որովհետեւ իրենք սրտացավ են, սա իրանց պետությունն է։ Սա շատ հետաքրքիր process, շատ ցավոտ process է տեղի ունենում, որտեղ մենք այս ամեն ինչը շատ ծանր կորստի գնով ենք ձեռք բերել, շատ ծանր մարդկային, չգիտեմ, հայրենիքի կորստի գնով ենք արել, բայց սա շատ կարևոր process է, ես ողջունում եմ, շատ ուրախ եմ այդ առիթով։ Տիկին Կարապետյանց, անկախ ընտրական process-ների ելքից, հա, արդյոք մենք որպես Հայաստանի քաղաքացիներ, մարդիկ, ովքեր մտահոգ ենք մեր պետությունում տեղի ունեցողով, անկախ նրանից դրա համար կա գրանտային ծրագիր, թե ոչ, պետք է նաև ուղիղ խոսենք Եվրամիության հետ։ Ասենք որ արդար չի ինչ որ դուք անում եք։ Լավ, եթե դուք ունեիք օրինականության խնդիր, որ աջակցեիք օրինականության հաստատմանը, հիմա դուք հակառակն եք անում առնվազն, եւ մենք դրա համար, գիտեք, ինչ իմաստ եմ, որտեղ մենք անդադ մեղադրում ենք քաղաքացիական պայմանագրին եւ Նիկոլ Փաշինյանին, բայց մի բան չենք նկատում, որ եթե չլիներ Եվրամիության բյուրոկրատիայի աջակցությունը, ես կասկածում եմ, որ սրանք այսքան բան կարող էին անել կամ ռիսկ անեին անել, երբ որ այդ աջակցությունը չլիներ։ Պետք է շատ ուղիղ Եվրամիությանը, եվրաչինովնիկներին ասել, արդյոք, որ գիտեք, դուք հովանավորում եք այս ապօրինությունը։ Ես չեմ ասում, որ դրանից Եվրամիությունը վատն է դառնում, ես չեմ ասում, որ Եվրամիությունը, բան, չգիտեմ, իր տարածքում կհանդուրժի այս մթնոլորտը իր քաղաքացիների նկատմամբ, հա, բայց պետք է այդ մարդկանց ճշմարտությունը ասել, թե ոչ։ Սենց, Եվրամիությունը իր տարբեր ռանգի չինովնիկներով, որոնք որ փաստացի եւ ուղիղ իմաստով սատարում են Նիկոլ Փաշինյանին ու աչք են փակում են բոլոր գործողությունների վրա, որոնց համար նախկին իշխանությունների 1/10% անելու համար, հա, 1/10 անելու համար, ուղղակի Նիկոլի լեզով ասած կծեփեն պատերին կփռեին ասֆալտին, հիմա բառացիորեն տոտալ հերիք չի լռում են, հələ առանձին դեպքերում, առանց անհարմար զգալու, իրանք գալիս են խոսում են լրիվ համաձայն են, արդարացնում են այս process-ները, ինչու է դա տեղի ունենում, որովհետև ցանկացած քաղաքական միավոր ինքը ունի իր հետաքրքրությունները։ Հիմա Եվրամիությունը ունի իր հետաքրքրությունները, չգիտեմ, Միացյալ Նահանգները ունեն իրենց հետաքրքրությունները, գալիս են ընտրությունների միջամտում են Վենսի մակարդակով։ Ռուսաստանը ունի իր հետաքրքրությունները, Ադրբեջանն ու Թուրքիան ունեն իրենց բոլորը ունեն իրենց հետաքրքրությունները։ Ստեղ դու պիտի ունենաս այն ներքին
դիմադրողականություն եւ իմ վեճը կռիվը ինչի է քաղաքասարակության հետ, որովհետեւ եթե մենք ունենանք ներսից դիմադրություն քաղաքասարակության այն դիմադրությունը, որը մենք ունեցել ենք նախորդ իշխանությունների ժամանակ, Եվրամիությունը չէ, մնացած բոլոր իրար հետ միասին ականջների վրա մանգային կանգնեն, չեն կարողանալու պարտադրեն այս իրավիճակը։ Ասելա թե ես ոչ մեկին ակնհայտ է որ քաղաքական process-ների մեջ յուրաքանչյուր կողմ պիտի առաջնորդվի իր շահերով ու այն որ Եվրամիությունը այս պահին ունի այդպիսի շահեր շատ բաների վրա աչքեր փակելու դա մեր համար խնդրեմ է բայց դա լավ չի բայց ասում դա բան չի չէ ասում նորմալ է հասկանում եք նույնը Ռուսաստանի Դաշնության հետ երբ որ զարմանում են ասում են ինչի չի օգնել շուրջան յուրաքանչյուր պետություն ունի իր շահը դուք ինչ է կարևոր հակառակ process տեղի ունենա ուրիշ պարտներ եք թե ռազմավարական պայմանավորվածություններ եք ձեռք բերել գնացել եք հետները խոսացել որ իրավիճակը փորձել եք փոխեք չէ նույնը վերաբերում է Միացյալ Նահանգներին Միացյալ Նահանգներին այս պահին առնվազն գոնե այս պահին հետաքրքիր է տարածաշրջանում որ պատերազմ չլինի ում հաշվի նույնը Եվրամիությանը նույնը Ռուսաստանին միգուցե չգիտեմ երբ որ ասում են որ այս տարածաշրջանը պրոստը պիտի հանգիստ լինի իրանց հետաքրքիր չի դա դիվանքը այս կողմնա դա դիվանքը այն կողմնա 120,000 փախստական 120 չէ իրականում ավելի շատ է որտեղ պատերազմից հետո մեծ թվով մարդիկ չվերադարձան մոտավորապես 150,000 մարդիկ հայրենազրկված են թե չէ հազարներով զոհվածներ ունենք թե չէ իրանց ընդհանրապես այդ մասը հանում եկեք արդար լինենք էլի adekvat եկեք լինենք իրանց այդ մասը ոչ մեկին չի հետաքրքրում դա պիտի մեզ հետաքրքրի ու երբ որ դուք այդ հարցը չես բարձրացնում քո իրավունքների հարցերը չես բարձրացնում ասում են ինքը ջան հենա զիջող կան չեն գնում պայմանավորվենք հետը պիտի գնան պայմանավորեն նրա հետ ով որ անզիջում է Ադրբեջանին հա ինչի պիտի գնանք հարաբերությունները զվատացնենք Ադրբեջանի հետ այստեղ գանք էլի ձեր նախկին գործունեությունը որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ հիմա դուք արդեն քաղաքական հայտ եք ներկայացրել եթե ձեր ծրագրերը հավանություն արժանանան դուք նաև ինչ որ ժամանակ պետությունը պիտի կառավարեք հա արդյոք մտածել եք այս հարցի շուրջ թույլ չտալ ինչպես ընդ որում արևմտյան պետությունները շատ պետություններ թույլ չտալ որ դրսից ֆինանսավորվի քաղաքացիական ակտիվությունը այստեղ ինչու եմ սա ասում որովհետև տեսեք մենք եկանք նրան որ փաստորեն երբ աշխարհակաղակական որևէ կենտրոնից քաղաքացիական հասարակությունը ֆինանսավորվում է հետո այդ քաղաքացիական եւ երբ որ այդ օրվա իշխանությունը հայտնվում է իշխանության են այդ նույն կենտրոնից մարդիկ որոնք քաղաքացիական հասարակության հետ ոնց որ նույն դաշտում են դաշտը դեգրադանում է այսինքն բաները դիմադրող բաները կորում են եւ նույնն էլ կարելի ասել չգիտեմ ռուսական ֆինանսավորմամբ գործող ինչ որ անձանց որ իրենք էլ ըստ էության ռուսական շահի դեմ չեն գնա ամերիկյան կողմից ֆինանսավորվող որ մենք էլ որպես պետություն պիտի հասնենք դրան որ ինչպես Միացյալ Նահանգները ինչպես Եվրամիությունը արգել են դրսից իրենց տարածքում քաղաքացիական հասարակությանը ֆինանսավորում եւ միևնույն ժամանակ ապահովել բիզնեսների այնպիսի ազատություն որ բիզնեսներն ներքին հայկական բիզնեսներ իրենք ֆինանսավորեն տարբեր քաղաքացիական պրոյեկտներ ընդ որում խրախուսել մարդկանց չգիտեմ հարկերից ինչ որ ձևով ազատել Բարիսը արդեն ամբողջ պրոյեկտը ասեց ինչ որ կարելի է ասել խնդրեմ դե սա բոլորին դեմեմին չի վերաբերվում սա առանձին խոսալու թեմա է բայց քննարկենք մենք պիտի կարողանանք հասնել մի իրավիճակի որտեղ որ լինի բացարձակ թափանցիկություն որտեղ այնպես չի որ եթե օրինակ արևմտյան գրանտները գալիս են ու դրանք երևում են թե դոնորի կայքեջերում են երևում թե պարտավորվածությունն են բոլոր թիմերը ներկայացնել իրենց կայքեջերում կամ հարցման դեպքում պարտավոր են պատասխանել կան այլ աղբյուրներ որոնք մեղմ ասած այդքան էլ թափանցիկ չեն եւ տեսանելի չեն բայց դու տեսնում ես էլի մարդը մի չգիտեմ կես միլիոնանոց 2-3 տարի կես միլիոնանոց բանա օֆիսա պահում ապարատուրան չեմ ասում իրանց գնալը չեմ հասնում իրանց ծախսերը եթերները տամ ինչի չես հաշվում գալիս է նա թիվ է կազմում հարցում ես որտեղից ասում է տենց բարդից ու չի երևում որտեղից այս իմաստով այդ թափանցիկությունը պետք է ապահովել այս մեկ մյուս կողմից այո ես էլ եմ կողմնակից որպեսզի ստեղծվի մի այնպիսի իրավիճակ որ փոխանցելը թե իմիջիալոց դա վերաբերում է ոչ միայն ՀԿ-ներին օրինակ այլ նաև կուսակցությունները եթե ֆինանսավորվում են ներսից ինչ որ տոկոսի չափով հա մարդիկ իրենց ցանկությամբ ինչ որ չափով
աջակցեն այն թիմերին, որոնց գաղափարները կիսում են ու սատարում, ու դա չլինի հետապնդելի։ Դու չիմանան, որ այսինչ կուսակցությանը ինչ որ մարդ փող է փոխանցել ու հարկայինը գա ասում ու շահկացնի։ Ու հասարակության ներսում էլ պիտի այդ գիտակցությունը զարգանա։ Դա ինչ որ ժամանակ է պահանջելու, ես կարծում եմ, բայց փուլ առ փուլ, քայլ առ քայլ դրան պետք է գնալ, որովհետև մենք պիտի գիտակցենք, որ թե քաղաքասարակությունը, թե քաղաքական ուժերը իրենք պիտի ներսից ֆինանսավորեն, որպեսզի նաև իրենց շահերը ներկայացնեն։ Հիմա շատերը նեղում են, ասում այս ինչ տեղից են, ինչ տեղից ֆինանսով։ Во-первых, եթե կուսակցությունը ինչ որ դրսից է ֆինանսավորում, դրա համար քրեական գործեր է Դուք արդեն KGB-ի գործակալի խոսույթ եք անցնում, ինչեք ռուսերեն բառեր օգտագործում, Դե ասում եմ ես վտանգավորման։ Հիմա մենք Ես գրեք ձեր մոտ անպայման։ ու այն թղթից մի հատ FSB-ի թղթից մի հատ էլ Կարապետյանը։ Իվրա հրապարակի, հա, բայց հիշեք, որ թվերը տարեթվերը պետք է մի քիչ շտկել, որովհետև նես չստացվի, որ ես մանկապարտեզի տարեկից, հա, բանը ռուսական ագենտ եմ եղել։ Причем սովետի վախտով FSB-ի ագենտ է։ Այդ կարևոր չի։ Կարևորը մի հատ թուղթ շղկացնեն ու մենք սաղը այդպես բան տվայտակների մեջ ունեն։ Լիքը մարդ ուրախանա, որ ագենտն է։ Չէ, ես պետության տեսանկյունից եմ, հայկական պետականության տեսանկյունից եմ նայում ու ինձ պետքա օթի ու ջրի պես կարծում եմ բոլորիս պետքա, որ մեր ինստիտուտները սկսեն աշխատել։ Ներառյալ մեր ազգային քաղաքասարակությունը, ներսի քաղաքասարակությունը, ներսի ֆինանսավորում, ներսի աջակցությամբ, որպեսզի մեր բիզնեսն էլ իմանա թե որտեղ է այդ գումարները ծախսում, ոչ թե տենց փիխարագատ հետ տակից ինչ-որ գումարներ տա, ասի մենակ անունս չտակ, մենակ ոչ մեկ չիմանա, որ տենց բան ա եղել, էլի։ Նույն ինչ որ միջոցառումներին, ինչ որ process-ներին, ինչ որ տենց հասկանում եք, մեր բիզնեսը ախի ու վախի մեջ է ապրում։ Այս որ ասում են ժողովրդավար, հայ դեպ ասում հարգելի դիտորդներ ու դիտորդական առաքելություններ իրականացնողներ միջազգային ներսինը չեմ ասում, որտեղ ներսում ոնց հասկանում եմ բան չի մնացել տակը։ Տեղյակ եք, որ ինչ ախի ու վախի մեջ են ապրում տարբեր տեսակի բիզնեսի ներկայացուցիչները։ Տեղյակ չեք ասում։ Ուրիշ բան ասեմ, նույն այդ բանը դիտորդին հարցնենք, հա, կամ մեր հասարակությանը Տիգին Կարապետյանց ոնց է ստացվում, որ Սամվել Ալեքսանյանը կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, Լֆիկ Սամոն Միջև 18 միլիոններ փոխանցում էր հանրապետականին, հիմա ԿՊ-ին։ Այդ ինչ փոխվեց այդ մարդու մոտ։ Ակնհայտ է, չէ՞, որ սա իշխանությանը հաջողանալու դիվիդենդներ շահելու միջոց է։ Ու սա արատավոր բան է, որովհետև եթե իրականում սրանք քաղաքացիական պայմանագիրը այն արժեքների կրողը լիներ, ինչը հայտարարում էին, որ, չգիտեմ, էս են կանոն։ Սամվել Ալեքսանյանը կոպիտ ասած պիտի ռիսկել չաներ քաղաքացիական պայմանագրին ֆինանսավորել տասնյակ միլիոնավոր դրամներ։ Բայց եթե անում է, ուրեմն իրենք ворթեգրել են նույն հանրապետականի այդ խաղի կանոնները, որ եթե դու ֆինանսավորում ես իշխանությանը, լավ է, եթե ընդդիմությանը վատ է, որովհետև եթե Սամվել Ալեքսանյանը այդքան կրթվել է արդեն քաղաքական ուժերին ֆինանսավորում է, ինչու՞ չի ֆինանսավորում, ասենք բոլորին դեմ եմ կուսակցության, քաղաքական ուժ է։ Քաղաքական որ գնան Սամվել Ալեքսանյանին ասֆալտին փռելու հաստատ դուք եք իրենց իրավունքները պաշտպանելու, չէ՞։ Չէ, որպես քաղաքացի հանկարծ։ Այստեղ նայեք, ուրիշ մի հատ էլ հարց կար շատ հետաքրքիր։ Հիմա այդ 18 թվականից հետո, ուրեմն երբ որ դու խոսում ես ու քննադատում ես արդեն ապոզիցիա դարած նախկիններին էր քննադատում, դա համարում էին, որ քաղաքասարակությունը իր դիրքորոշումն է հայտնում։ Հենց որ սկսում ես քննադատել իշխանություններին, ասում են դու քաղաքական, օրինակ դու իրավապաշտպան ես, քաղաքական process-ների մեջ ես մտել։ Ասում են Գեր ջան, մի հատ արի հասկանանք, քո խնդրը ինչի մեջ է, որ իմ նման մի հատ ուրիշ իրավապաշտպան գալիս է ու քննադատում է նախկիններին, բայց դա քաղաքական կանատացիա չունի, բայց եթե ես քննադատեմ իշխանություններին, այնտեղ մաքուր քաղաքական բան է, էլի, տենց ասում, դու մտնում ես մի ոլորտ, որը քեզ չի վերաբերվում։ Տրամաբանություն ար։ Այս իշխանությունները չունեն արժեհամակարգ, ընդհանրապես չունեն արժեհամակարգ։ Թե բարոյական խնդիրներ ունեն։ Չէ, արժեհամակարգերի կտրուկ բացակայություն, որովհետև երբ որ դու Ազատ գյուղի կացարանում մոխրացած զինվորի պապին ասում ես քեզ կալուգացին 200,000-ը տվել որ գաս դե խոսած, դա արդեն ոնց որ բարոյականության հարց է։ Նորից արժեհամակարգերի բացակայության, իսպար բացակայության հարց է, որովհետև դու չես կարող այսքան ցածր իջնել, դու չես կարող կանանց հետ կանգնելու այդպես խոսել։ Ես ակնկալում եմ, որ չեմ ակնկալում, բայց ասում եմ ինչ եղավ Ժորժ ջան, այդ քաղաքասարակության ներսում կային մարդիկ, ովքեր որ կանանց իրավունքներով են երկար տարիներ զբաղվել։ Մի հատ խոսացեք, մի հատ տեսեք այդ խանումներ ձեր այդ կնոջը քաշքշելու կնոջ հետ այդ սադրեց, չէ՞, հոն Նիկոլ Փաշինյան։ Սադրեց, որովհետև համարձակվեց իր տեսակետը հայտնել ու հարց հնչեցնել։ Եթե դա սադրանք է, Կալուգացի օլիգարխը փող էր տվել այդ կնոջը, հա, 157,000 կարծեմ։ Ահա, տեսեք, այդ տրամաբանությունը։ Ու իրանք տեղեկություններ ունեին, որ այդ օրը Նիկոլ Փաշինյան դեղերը չի խմել։
Համընկել էր։ Լրիվ սադրակ էր սա մարդու Այն մարդիկ, ովքեր մտածում են, որ բոլորը փողով են անում, եթե ինչ-որ բան են անում, դրանք հիվանդ մարդիկ են, ու իրանք հենց տենց էլ ապրում են։ Իրանք չեն կարողանում հասկանալ, որ կան մարդիկ, ում համար ինչ-որ երևույթ ընդունելի չի, որովհետև մարդկայնորեն իր արժանապատվի հետ չհամընկնող իրավիճակ է։ Եվ այդ տիկնոջ հարգանքներս այդ տիկնոջը, հետո պարզվեց, որ նաև շատ հրաշալի երիտասարդ փաստաբանի մայրն է պարզվեց եւ նաև շատ հրաշալի ազնվագույն մարդու բժշկի քույրն է, ասել է թե գենը չի մեռնում ու ես ուրախ եմ, որ այդպիսի մարդիկ կան, ես ուրախ եմ, որ այդպիսի մարդիկ հիմա արդեն սկսել են նաև բարձրաձայնել ու խոսել։ Ես շատ ուրախ եմ, որ այրուցի նման սերունդն է նաև բանանում, հա, Հայաստանն էլ մեկը մեջտեղ եկավ արեցի դեմ։ Իմիջիալոց բան կար։ Մի օր հանդիպման գլխավոր փաստը ԿՊ-ի օգտագործած։ Այդ հարգարժան կինը Քոչարյանի փաստաբանի զոքանչն էր, այս տեյա թաքնված ամբողջ։ Դե ասում եմ, մարդ որ հիվանդալինում սկսում է արդեն ամենտեղ բաներ մանգալ, չէ, խնդիրներ մանգալ։ Մի հատ հանդիպման ենք մի օր գնացել, ես մի հատ ձեդո էր, ասում է մի բան ասեմ, ասում է այրուցի բան կա, մեր ասացված կա, ասում է այրուցի էքուվորցը չի լինում, շերը, չժենա չմերը։ Հա։ Արուծը, ինչ էքլին ինչ որց։ Ահա, փաստորեն հա։ Ու այս իմաստով ես այնքան ուրախ եմ, որ այդ կանայք կան, շատ մեծ թվով, հիմա տղամարդիկ էլ կան։ Սատարումս իդեպ բանին Օսիպյան Արտուրին, որը ժամանակ գտավ, գնաց, խոսած ու բարձրաց հետո հետապնդումներ։ Հիմա կալանավորվեց արդեն։ Հա, կալանավորվել է։ Անհայտ այդ տղային ուր են տարել։ Հա, ես չեմ հասցրել, բայց անպայման բան կանեմ, կհետևեմ այդ գործին էլ։ Այսինքն մեր հասարակության մեջ եկել են մարդիկ, ովքեր որ պատրաստ են այլևս խոսելու, էլ դիմանալ։ Ինձ ավելի շատ կանայք են քեֆս բերում, որ Փաշինյանի ճակատին ճշմարտությունը ասում են։ Շատ ընդ որում բարեկիրթ բան է։ Մի կին էլ այո, շատ բարեկիրթ կին մոտեցավ ու ամոթանք տվեց կանանց հետ այդպես խոսելու համար, հա։ Բայց մի բան կա, Տիկին Փոստանջյանին թիրախավորեց Փաշինյանը։ Ես ճիշտ ասած չհասկացա ինչի հետ կապված։ Տեսել էր արդեն խնդրեմ էր։ Ես խոսել եմ Տիկին Զարան այնտեղ էր հայտնվել, հա, անցնելիս էլ եղել, դե իրենց թաղերում է։ Անցնելիս էր եղել, դե մարդը տեսել է Զարան եթե անցնում է, դե խնդրեմ արդեն արիստեղ էլ։ Բայց այդտեղ ինչի մասը։ Զարա ջան, այդ լավ է որ դու միշտ անցնելուց արդեն բայց դեղերը մոտդ մայ անցնելուց պետք է գան փոխանցելու։ Ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը զարմանում է, որ իր դեմք պայքարում են Քոչարյանը, չգիտեմ, նախկինները, իր ասած Սամվել Կարապետյանը, Զարուհի Փոստանջյանը, ասում են, ուրեմն դուք ծախված եք, եթե մի շարքում եք։ Բայց ես այստեղ ուրիշ եզրահանգման եմ գալի։ Լավ, Նինա Կարապետյանցը, հա, մենք այսօր նստած միասին զրուցում ենք եւ դուք այդ բանարեցիք, որ մենք տարբեր բևեռներում ենք, բայց այդ թշնամանքը չկա, ինչու, որովհետեւ ես համոզված եմ, որ Նինա Կարապետյանցը իր աշխարհընկալմամբ միևնույնն է սպասարկում է հայկական շահը եւ ինձ համար թշնամի չի ինքը գաղափարները չընդունելով Փաշինյանը չի հասկացել որ ինքը մեր միջի օտարն է որովհետեւ մենք ինչքան էլ տարբեր մտքեր ունենանք բայց կենտրոնը Հայաստանն է մենք ուզում ենք չգիտեմ ես ուզում եմ Ռուսաստանի հետ հարաբերություններով Հայաստանի շահը սպասարկել դուք տեսնում եք դա է այն ուղղությամբ բայց մենք չենք տեսնում Հայաստանը մատաղ անելու Ռուսաստանի Եվրոպայի չգիտեմ Ադրբեջանի ոտքերի տակ սա չի հասկացել Փաշինյանը որ ինքը իրականում Թշնամի բառը չեմ ուզում օգտագործել, բայց իրականում դե թշնամի է։ Օտար, մեր միջի օտարը Փաշինյանն է, որովհետև եւ քանի որ ինքը չի հասկանում, որ օտարը, չի էլ հասկանում, դե ոնց է եղել, որ չասեմ մի շարքում, բայց առնվազն իր դեմ տարբեր ուղություններում կանգնած են մարդիկ, որոնք ժամանակին իրար դեմ էին պայքարում եւ հիմա էլ կպայքարեն իրար դեմ։ Հաստատ հաջորդ մենք հիմա փաստացի իրար հետ ապանյենտներ ենք եւ շատ հարցերում որևէ կերպ համաձայնության գալ չեն կարող շատ հարցերի շուրջ, բայց ակնհայտ է, չէ, որ կա նաեւ զուգահեռաբար մեր իրականության մեջ զուգահեռ մի խնդիր, որը որ Նիկոլ Փաշինյանն է ու իր Даже կարևոր չի պրոինչական, հակահայկական պրոյեկտ է իրականացնում, ու դա ակնհայտ է։ Ոչ չի կարողանում հասկանա, ինքը ուղիղ հակառակը ինքը հասկացել է, որ որևէ տեղից սատարում չի կարող գտնել։ Ու հիմա իր այս իստերիան, այս իր ինչ ասեմ, վայրի, բռի, անզուսպ, անտակտ
եւ հակաիրավական իմիջիայլոց, հակասահմանադրական, հակակոնվենցիոն վարքագիծը հենց դրա մասին է խոսում, որ ինքը սկսել է հասկանալ, որ մարդիկ ոչ միայն իրեն չեն ընդունում, այլ նաեւ պատրաստ են դրա մասին հանրայնորեն խոսել, հասկանալով, գիտակցելով հանդերձ, որ իրենք կարող են հաջորդ մարդը լինել, ում կտանեն սկզբից ոստիկանություն կամ քննչական, հետո կտանեն հոգեբուժարան ու իրանք կարող է մարդը շատ պատահական կախվի։ Բոլորս հասկանում ենք, բոլոր քաղաքական process-ների մեջ կամ հասարակական process-ների մեջ մտած այս պահին մարդիկ իրանք մենք քայլող թիրախներ ենք։ Ցանկացած պահի մեզ հետ կարող է պատահել ցանկացած բան, բայց բոլորս տալիս ենք մեզ հաշիվ ու հասկանում ենք, որ կամ մենք կդիմադրենք ու այս չարիքը մեր միջավայրից կվերանա, մենք կսկսենք էլի իրար հետ վիճելով, իրար հետ տեսակետներ չկիսելով, կսկսենք պայքարելով, իրար դեմ միգուցե պայքարելով, կսկսենք կառուցել մեր պետությունը, կամ մենք դառնալու ենք, ես չգիտեմ ինչ ենք դառնալու, վերանալու ենք որպես պետություն, էլի։ Նորից դառնալու ենք տենց ինչ որ տեղից տեղ չվող ժողովուրդ։ Հարցը ինչու՞մն է, հենց դրա մասին է, որտեվ մենք խոսում ենք արժեքների մասին, իսկ արժեքները ինչ են ասում։ Լավ, կա ինչքան էլ, չգիտեմ, ասում են գենդերային հավասարություն, չնայած ես կարծում եմ գենդեր սեռերը իրար հավասար չեն, այլ տարբեր են իրարից եւ մեկը մյուսից ավել պակաս չի։ Այնտեղ իրավունքների տեսանկյունից է հավասարության։ Ու իրավունքների տեսանկյունից պարզ է, բոլորս կողմ են, որ մարդու իրավունքը պաշտպանված լինի, անկախ նրա սեռային պատկանելությունից, հա։ Հիմա որտեվ բերում են, ասենք ընտանեկան բռնության այդ օրենքը այդքան քննարկվում է, չէ՞, ասենք, բայց ֆիկցիան տարում է, որ կնոջը չի կարելի տունը ծեծել, բայց տղամարդուն էլ երևի թե չի կարելի։ Չէ, կա դեպքեր կա, ես այն օրը ճշտել եմ, պարզվեց, որ տղամարդկանց նկատմամբ բռնության դա եմ ասում եմ, օրենքով դա էլ է արգելվում, չէ՞։ Իհարկե։ Օրենքով դա էլ։ Անգամ մենք դեպքեր ենք ֆիքսել, ես մի քիչ զարմացա, բայց փաստորեն։ Բայց ուզում ասեմ արժեքային համակարգի խնդիր կարծեք թե ճգնաժամ ունենք, որտեղ անկախ գենդերային հավասարությունից հայ հասարակությունը կնոջ հետ այդպես չի խոսում։ Հայ հասարակությունում ընդունված չէ կնոջ ասել կզացնելու եմ ձեզ ներողություն ես արտահայտում կամ ասել չգիտեմ դուք ոչնչություն եք գիտեք սա ես ձեզ անկեղծ ասեմ ես թուրքական հասարակությունն էլ այսպիսի մշակույթ չունի իսլամական հասարակությունը չունի կնոջ նկատմամբ նման վերաբերմունք, այսինքն կնոջը ասել, այն էլ անծանոթ, հələ չգիտեմ, ծանոթին էլ չի կարելի ասել, անծանոթ կնոջը, քո մոր տարիքի կնոջ ասել, ես ձեզ կզացնելու եմ, դա ինչ է, ինչ արժի համակարգի մասն է, ոչ իսլամական է, ոչ քրիստոնեական է, ոչ եվրոպական է, չգիտեմ, ոչ ռուսական է, ինձ համար, ես չգիտեմ ձեր մոտեցում, ինձ համար թշնամական թուրքական հասարակությունը այդպիսի բան չունի։ Սա որտեղից է, լավ, սա ինչի արդյունք է։ Սա հենց այդ արժեհամակարգի իսպառ բացակայության արդյունք է։ Այդ մարդը չունի սրբություն, չունի հավատ, չունի վախ, չունի։ Ինքը ունի շահ հետաքրքրություն, ինքը տվել են հանձնարարությունը, որ ինքը պիտի կատարի ու հասկանում է դա չկատարելու համար, ընդեղ են կաշին քերթելու, ես լշտո ստեղ ինքը իշխանությունից զրկվելու է ու պատասխանությանը ենթարկվելու, այսինքն բոլոր պարագաներում ինքը այն բան է, շախմատի մեջ ասում են վիլկա են դրել ու ինքը շատ նեղն է անգել, ու այդ իր արժեհամակարգի բացակայությունն է, որ դրսևորվում է։ Հիմա մարդ ոնց է նեղն է սնգնում, շատ ծանր վիճակի մեջ է սնգնում, կարաս չգիտեմ, էլի կռիվ անես, չէ, ինչ որ հարվածն է, չէ, մարդկա կարա մարդուն թքի վերեսին, չէ։ Մարդկա որ ամեն իրավիճակում չի կարա մարդու վրա թքի, չէ։ Մարդկա որ թքելը իր արժեհամակարգից կարմիր գիծ է, հնարավոր չի մարդու վրա թքել, ասում կռվես, քաշքշոց լինի ինչ որ պատմություն, բայց ասում ասես ձեռները բռնի կամ թքեն վրան, չես կարա էլի տենց բան։ Հիմա նույնն էլ սա է, երբ որ դու նեղն ես ընկնում, դու քո մոտ այն ծայրահեղ ինչ որ բաներն է դրսևորվում։ Ունես դու ինչ արժեհամակարգ ունես, դու կարող ես կամ անկապ կռիվ անել, բայց արժանապատիվ իրավիճակում անել, հա, մարդուն ոչ թե նվաստացնելու նպատակով, այլ ինքնապաշտպանվելու նպատակով, քո հարազատին ընտանիքին պաշտպանելու։ Կարաս ասես հələ ձեռները բռնեք մի հատ կամ թքեն վերան, պատկերացնեք, հիմա Նիկոլ Փաշինյանը հայտնվել է մի հատ նեղության մեջ ու իր մոտ դրսևորվում է իր այն ներքին մոնստերը, որ ինձ համար Նիկոլ Փաշինյանը այդ որ հետաքրքիր ասոցիացիաներ եկան, հա, ձեր խոսքի այս ֆոնին, այս պատկերներ էին նայում։ Ինձ համար Նիկոլ Փաշինյանը քաղաքական առումով Աբդուլ Համիդի ժառանգորդն է, որտեվ ինքն էլ չի կանանց նկատմամբ, հայ կանանց նկատմամբ այդպիսի ատելություն ուներ, որտեվ պատերազմներ եղել են տարբեր ժողովուրդների միջև, բայց միշտ եղել է այսպես կարմիր գիծ կին երեխա։
Հիմա ես չգիտեմ Փաշինյան հնարավորություն ունենա մեր դեմ պատերազմ վարելու, գուցե ինքն էլ Աբդուլհամիդից բեթար Հանուն արդարության ես պնդում եմ, որ հիմա վարում է Նիկոլ Փաշինյանը մեր դեմ պատերազմ, դա այդ հենց հիբրիդային պատերազմը, հետո շանս ունենար գնդակարել փողոցները մարդկանց։ Հիմա շատ վատ բան պիտի ասեմ, բայց ես ներքին համոզմունք ունեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը տարբեր կեղծարարություններով, զերծարարություններով փորձի կեղծել բաները, ընտրությունները ու հայտարարի, որ ինքը իրականում չհաղթելով հաղթել է, հաջորդ փուլը մենք ոչ թե մարտի 1 ենք տեսնելու, այլ եսի ինչ ենք տեսնելու, էլի Ադանայի ջարդ ենք ստեղ տեսնելու։ Եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը այդպիսի հնարավորություն ստացավ։ Ու դա է պատճառը, որ ես ինչքան էլ որ անհաշտ լինեմ շատ ընդդիմադիր տարբեր գործիչների ու թիմերի հետ, Նիկոլ Փաշինյանի հեռացումը կարևորագույն հարցերից մեկն է։ Ինքնանպատակ չի, որովհետև նորից քայլ արա մերժի Նիկոլին, դա ոչինչ չի փոխելու, որովհետև եթե համակարգը չես փոխում, խաղի կանոնները չես փոխում, ապա Բայց ատելությունը կարող է պայթել, չէ՞։ Իրա գեներացրած ատելություն։ Իրա հենց իրայից ես դա իրանց եմ ասել, իրա թիմակիցներին, այս ամբողջ ընթացքում ասել եմ։ Երբ որ դուք գեներացնում եք ատելություն, դուք պիտի իմանաք, որ դա բումերանգի նման ձեզ վերադառնալու է։ Դա այն ժողովրդական լեզվով ասած, այն սրած մախատնն է, որը այսօր ձեր ձեռքում է, վաղը դրա համար չնախատեսված տեղում կարող է հայտնվի։ Շատ զգուշ եղեք, որովհետև ինչքան որ դուք այս պահին կարողանում եք տարբեր մեթոդներով մարդկանց մոլորության մեջ պահել կամ վախի մթնոլորտում պահել, դա հավերժ հողանցում անել չի լինելու։ Մարդկանց մեջ սա էլ եմ ասել 18 թվականին կար դժգոհություն, մենք փողոց ենք դուրս եկել, որտեղ դժգոհ ենք արդարացության համակարգից, կոռուպցիայից, բազմաթիվ այլ խնդիրներից, բայց մենք այսքան նվաստացած մեզ երբեք չենք զգացել ու երբ որ դրսից են խոսում, չգիտեմ, Զախարովաներն են, ասեկելով այնտեղից բշտում դրսից, Ալիևներն են, մնացած բոլոր ինչ որ բաներ են խոսում, դա լավ չի, ճիշտ չի, բայց դա դրսից է, դա մենք չենք, դա մերոնք չեն։ Երբ որ դա ներսից է այդ ատելությունը եւ այդ նվաստացումը ներսից գիտակցված հետեւողական իրականացումը, դա խնդիր է, դա մարդկանց մեջ ընդվզում է առաջացնում։ Ես շատ եմ անհանգիստ այս իմաստով, ես մեծ հույս ունեմ, որ մենք հանգիստ կանցնենք այս ընտրությունները ու չենք ունենա ավելի լուրջ բախումներ, քան ունենք այս պահին։ Գիտեք, ես էլ այդ մտահոգություններն ունեմ եւ ինչ իմաստով, որ եւ օրս նաեւ դիմել եմ ԿՊԱ-ականներին, հիմա էլ առիթից կօգտվեմ կդիմեմ, որ այն ատելությունը, որ դուք գեներացնում եք, այս ատելության ֆոնին, եթե դուք գնաք ապօրինությունների եւ ժողովուրդ իրեն խապված գա, ես անկեղծ եմ ասում, ընդդիմադիր ուժերը ուզենան էլ չեն կարող կանգնեցնել այդ դեպքում ժողովրդին։ Համաձայն եմ։ Այդ դեպքում ոտնատակ են ընկնելու նաեւ ընդդիմադիրները, ովքեր փորձեն բուֆեր դառնալ ձեր ու ժողովրդի միջև։ Եվ շատ դաժան պատկեր է լինելու, ինչը որևէ դեպքում ցանկալի չի, որովհետեւ նման կերպ իշխանափոխությունը կամ անգամ չստացված իշխանափոխությունը տասնամյակներով այդ ատելությունը հասարակության պառակտվածությունը ուղղակի բաժանում են։ Ես այդ դա տեսել եմ բանում Հյուսային Իրաքում քրդական ինքնավարության տարածքում այդ մարդիկ նույն ժողովուրդն են, երկու տարբեր կուսակցության ներկայացուցիչներ եղել են ատելության մեծ դոզա, քաղաքացիական բախումներ ու միջև հիմա դրա հետևանքները վերացած չի։ Դրա հետևանքները վերացած չի։ Իրենք հասկանում են, որ չգիտեմ, հասցրել եք խոսել իրանց հետ, հասկանում են, որ այս ատելությունը ի վերջո այդ բումերանգը, որ դուք ասում եք, նետվեց, իրենց մրթին է գալու եւ սրբելու է բոլորին, գուցե նաեւ ընդդիմադիրներին ու ոչ մեկ աչուձախ չի նայելու։ Դա 1 տարի առաջ էր մեր վերջի այդպես հանդիպումները, դրանից հետո ոչ ցանկություն ունեմ, միջև էլ առանձնապես ցանկություն չունեի հանդիպելու, ուղղակի տարբեր միջոցառումներ, որտեղ հրավիրված էին լինում եւ իրանք եւ ես, մենք պատահաբար կարող ենք հանդիպել։ Ես այն ժամանակ եմ ասել, որ դուք շատ վատ բան եք անում այս պետության ներսում, տեղից թուլացած, հոգնած, կոտրված ինչ որ իմաստով, հա, հասարակությանը դուք ավելի եք խորացնում այդ խնդիրը, ու սա ձեզ անպայման վերադառնալու է, ուզենք թե չուզենք, ու նորից ես եմ համաձայն, որ մենք ուզենանք էլ այդ բուֆերը լինել, որպեսի հարվածի տակ ծանր հարվածի տակ չհայտնվեն ԿՊԱ-ականները, որտեղ իմ խորին համոզմամբ իրանք պիտի քրեակատարողական հիմնարկներում լինեն ու դատարանի առաջ պատասխան տան, որովհետև մենք պիտի իմանանք ամբողջական պատկերը, որտեղ են խոսել, ում հետ են խոսել, ինչ են խոսել, ինչ են պայմանավորվել, ովքեր էին հիմնական դերակատարները, ինձ հետաքրքիր չի ովքեր են այդքան շատ հետաքրքիր է եկա, բայց դրսի հարցերը ես այդքան չունեմ, ինչքան ներսի հարցերը, որովհետև մենք պիտի մի անգամ լյուստրացիա անենք։ Եվ այս իմաստով ես համաձայն եմ, մեր հասարակությանը պետքա համերաշխություն։
դա է պատճառը, որ մենք կարող ենք նաև երկար նստել խոսել, ես պատրաստ եմ սեղանի շուրջ նստել տարբեր թիմերի, անգամ այն մարդկանց հետ, ում հետ հաշտ չեմ եղել երկար տարիներ, բայց նստենք, խոսենք, լուծումներ գտնենք ու դա շատ կարևոր է։ Հիմա բոլորին դեմ եմ, բայց այլ պրոյեկտ է։ Եթե սա բոլորին դեմ եմ պրոյեկտը չի, բայց զուգահեռաբար մենք պիտի փորձենք խոսել, հասկանալ, լուծումներ գտնել, որտեղ մեր երկրին լրացուցիչ բախումներ, ներսի պարակտվածություն մեզ պետք չի, ավել պարակտվածություն, քան մենք այսօր ունենք, մեզ պետք չի, մեզ ուղիղ հակառակ process-ն է պետք։ Մենք պիտի գնանք մեր հասարակությանը իրար հետ հաշտեցնելու, իրար ինքնագիտակցությունը բարձրացնելու, հասկանալու, որ քաղաքական ուժերը կարող են տարաձայնություններ ունենալ, բայց եթե դուք տարբեր քաղաքական ուժերի եք երկրպագում, դա չի նշանակում, որ փողոցում պետք է իրար քաշքշել, ծեծել ու ջարդուտփոց անել։ Իմիջիալից մի բան ասեմ, այս ընտրաշավի ընթացքում շատ տակիր բան եմ նկատել, որևէ մի այլ քաղաքական ուժի հետևորդներ կամ ֆանատներ ագրեսիվ չեն այդքան, ինչքան առհասարակ ագրեսիվ չեն։ Մարդուն մոտենում ես, ասում ես կողմնորոշվել եմ, չենք էլ հարցնում ում ես ընտրել, որտեղ դա էական չի, կարևոր որ ինքը գնալու է ընտրություններին։ Ու միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են, որ այնպիսի ագրեսիվություն են դրսևորում, որ ատելությամբ այդ մարդկանց գլուխները լցրել են, դա սարսափելի է, ժողովուրդ, դա չի կարա նորմալ։ Ու ես ամեն անգամ չենք էլ փորձում երկար զրուցել, բայց իրանք տենց հանգիստո չեն թողի։ Հետևիցդ գալիս են ինչ որ բան են փորձում ապացուցել, ես ամեն անգամ փորձում եմ բացատրել, որ ժողովուրդ ցանկացած իրավիճակում այսօր կլինի, վաղը կլինի, միսօրը կլինի, իշխանությունը փոխվելու է։ Ես ու դու մնալու ենք ապրենք այս երկրում։ Ես ու դու չենք կարա իրար ատենք, հասկանում ես, այս մեր երկիրն է, ուրիշ երկիր չունենք։ Բայց եթե մնացածի հետ կարելի է շատ հանգիստ զրուցել, եթե ցանկություն են հայտնում, իրանց հետ ընդհանրապես հնարավոր չի զրուցելը։ Մնացածին է խորհուրդ կտամ, իրանց հետ մի փորձեք զրուցել, որովհետև դա կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։ Եվ ընդ որում մարդիկ մոռանում են հաճախ այո համաձայն եմ ձեզ հետ, ես էլ եմ բախվել նման իրավիճակի։ Ընդ որում չես էլ ուզում այդ մարդու հետ զրույցի բռնվել, որովհետև ոչ թե ուզում ես արհամարել, որովհետև հասկանում ես այդ մարդու հետ բան չի փոխվի, հա։ Հիմա մի անգամ առիթ եղավ խոսելու, հարց են տալիս ինչ որ բան։ Ասեմ նայ, եթե ես հիմա 2 ժամ քեզ փաստեր դնեմ, ապացուցեմ, որ Փաշինյանը ստում է, դու 2 ժամից հետո գնալու ես Facebook-ում քֆուր գրես, չէ՞, ինչ որ մեկին։ Իմաստը ո՞րն է այդ 2 ժամը կորցնեմ։ Համեկը միացնի ու 2 ժամը ինչի կորցնեմ։ Տիկին Կարապետյան, բայց մի հարց կա, ես չգիտեմ, եթե համարեք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ հարցին չեք ուզենա պատասխանել, շատ հանգիստ կարող եք չպատասխանել, բայց այս խոսակցությունը, ատելությունը ինձ բերեց մի հատ հարցի, որ կուզեմ տալ, հետո առիթի հետո կխոսենք։ Փաշինյանի այս հոգեվիճակը երբ տեսնում եք որպես իշխանավոր, երբ իր բոլոր դիմակները արդեն մի կողմ են նետված, արդյոք ձեզ երբևէ հարց տվել եք ինքներդ, որ ինչ կլիներ, եթե մարտի 1-ին հանրության կառավարումը չթողնված չլներ Փաշինյանի վրա։ Արդյոք մենք կարող չեմ հանում օրվա իշխանության պատասխանատվությունը, որովհետև այնուամենայնիվ օրվա իշխանությունը պիտի փորձեր այլ հանգուցալուծում գտներ, բայց սրա հետ զուգահեռ դնում եմ այն, որ իրականում այն ինչ որ Քոչյանը հայտարարել էր, որ ցուցարարների մեջ եղել են ավտոմատավորներ, ես չեմ պնդում, որ դրանք հենց ցուցարարներ են եղել, բայց եղել են մարդիկ, կադրերը կան, մենք հրապարակել ենք։ Եվ այդ ատելությունը, որ կա Փաշինյանի կողմից տարածվող, արդյոք մենք այդ մարտի 1-ի նման իրավիճակ կունենանք, եթե Տեր-Պետրոսյանը գար եւ վերցներ հանրային կառավարում իր ձեռքը։ Եկեք սենց ասեք։ Եթե չեք ուզենա պատասխանել, կարող եք թողել պատասխանը, ասում չի կարա հնչի հարց, որը պատասխան չի ունենա։ Մարտի 1-ի գործը ես գտնում եմ, որ դեռ ամբողջությամբ բացահայտված չի դետալները, մենք ամբողջությամբ չգիտենք, որովհետև ըստ էության ապացույցների հրապարակում այդպես էլ չեղավ, մենք մնացինք որոշակի փուլում, գիտեք, Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, մեղադրյալները արդարացվեցին եւ ես համարում եմ, որ մարտի 1-ը ինձ համար բացահայտված չի, ես շատ կուզենամ, որ դա լինի թեկուզ եթե արդեն սպառված են իրավական առումով դատարանում դրանք լսելու, բայց գոնե հանրայնացվեն ու մենք հասկանանք թե ինչա տեղի ունեցել, որտեվ հասարակությունը տարբեր այդպիսի մեծ իրադարձությունների մասին պիտի ունենա տեղեկություն, պիտի ունենա քաղաքական գնահատական տալու, ինքը իր ներսում պիտի ներքին համոզմունք ունենա, թե ինչա տեղի ունեցել, գոնե ինքը իր համար ինչ-որ գնահատական տա, որտեղ մենք անընդհատ այս
հավերժ մնալու ենք այդ ցիկլի մեջ, այնտեղ ասելու են մարտասպան, այդտեղ ասելու են գլխակեր, այդտեղ ասելու են պրովոկատոր, այնտեղ ասելու են դավաճան, կան հարցեր, որոնք հասարակությանը պետք է հասանելի լինեն։ Ում հետաքրքիր է գնալ տեսնել ծանոթանալ, դի գնան ծանոթանալ։ Բայց առանձնացված մաս կա դեռ մահերի հետ կապված վերջացած չի, ես վստահ չեմ, որ կհրապարակեն այդ գործը։ Ես ուզում եմ, որ այդ գործը ամբողջությամբ բացահայտված լինի, ոչ թե որովհետև ամեն ինչ որ մեկին ուզում եմ անպայման sense այ դու պիտի բանտում նստես, չէ, որովհետև ինձ համար կարևոր է տեղի ունեցածը ու դրա չկրկնվելու կապ չունի ում կատարմամբ չկրկնվելու պարտադիր պայման պիտի լինի։ Նույնը վերաբերում է օրինակ հոկտեմբերի 27-ին, էլի բազմաթիվ դեպքեր իրադարձություններ կան, որոնք մեզ համար եղել են ճակատագրային ու շրջադարձային։ Ես ուզում եմ տեսնել այդ գործի մանրամասները ու դա շատ կարևոր է մեր հասարակության համար, անգամ եթե մարդկանց հիմա երկրորդական, երրորդական, 10-րդական է թվում այդ հարցը, դրանք 10-րդական չեն։ Դրանք շատ կարևոր ելակետային տվյալներ են, որոնց վրա հիմնվելով մենք պիտի կարողանանք շարունակենք ապրել։ Մենք պիտի մեր հասարակության ներսում համերաշխություն բերենք։ Մենք պիտի չունենանք այսպես շատ սուր անկյուններով հնուց մնացած խնդիրներ, որոնք մեզ անընդհատ իրար հետ բախման են բերելու։ Նայեցինք այս հատվածը, գնահատականը տվեցինք, անցնում ենք առաջ։ Դե չէ հավերժ նախկինում այդ քչփորելու, անդադ չոր բաներ գտնելու իրար վրա մատ թափտալը շատ հարմար է Նիկոլ Փաշինյանի որակի կամ որակի բացակայության պայմաններում, որովհետև դու բան չես արել, որ ցույց տաս, դրա համար քեզ ինչա պետք է, պետքա անցյալից մնացած ինչ որ դրվագներ, որ դու անդադ մատը թափտաս։ Նորից մեզ որպես Նինա արդեն առանձին ուղակի մարդ քաղաքացի։ Ես գտնում եմ, որ այդ հարցերը պիտի հասանելի լինեն, մենք դա պիտի մի անգամ գնահատական տանք, փակենք այդ գիծը քաշել ու դուրս գնանք առաջ։ Եթե Փաշինյանը չլիներ այդ հանրությանը կառավարող կամ էմոցիաներ գեներացնող, այս հարցը այդ եթերով չեն կարա, այդ եթեներով չես կարող պատասխանը տալ, որովհետև եթե նույն տրամաբանությամբ նպատակ կար ֆիզիկական ուժ գործադրելու կամ ինչ-որ պրոցեսներ գեներացնելու, միևնույնն է, Տեր-Պետրոսյանը դեռ լիներ, թե ով լիներ, դրա համար եթեները այս իմաստով շատ վտանգավոր են։ Ավելի լավ է հստակ հասկանալ, բացել գործը, կոնկրետ ինչա տեղի ունեցել։ Արդեն տեղի ունեցած փաստ է, հասկանանք ինչա տեղի ունեցել։ Շատ լավ, շնորհակալ եմ Տիկին Կարապետյան, այս անգամ իհարկե ի տարբերություն, երբ որ նժարն եք ներկայացնում, կոչ չեմ անի ընտրել բոլորին դեմ, որտեվ դուք ոնց որ մեզ եք դեմ, լավ չի։ Այդ իմաստով, բայց ես էլ կոչ կանեմ, օգտագործելով եթեր ես էլ կոչ կանեմ ուղիղ հակառակը ընտրել բոլորին դեմ եմ երկրորդ համարին, որովհետև պիտի տարբեր բան լինի, հա, տարբերակված բազմազանություն պիտի լինի ու մենք այդ բազմազանության մի մասն ենք։ Ես էլ առաջարկում եմ չընտրել 16 համարը, մերժել 16-րդ վարչապետին, ընտրել 17 համարը, ընտրելով 17-րդ վարչապետին, ցտեսություն կհանդիպենք։